Պատկերացրեք մի փոքրիկ տղայի, ով մեծանում էր այրվող երկնքի տակ։ Հայո Միյաձակին ծնվել է 1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ տարիներին։ Նրա հայրը ռազմական ինքնաթիռների դետալներ էր արտադրում։ Փոքրիկ Հայոն անսահման սիրահարված էր երկնքին ու թռիչքին, բայց միաժամանակ խորապես ատում էր պատերազմը, որն ավերում էր իր հայրենիքը։ Այս մեծ հակասությունը հետագայում պետք է դառնար նրա ստեղծագործությունների գլխավոր թեման։ Նրա մանկության ամենամեծ ցավը մոր ծանր հիվանդությունն էր։ Մայրը ողջ 9 տարի գանված էր անկողնուն, եւ տղան իր նկարներով փորձում էր գունավորել նրա մռայլ սենյակը։ Հենց մոր կերպարն էլ հետագայում արտացոլվեց Իմ հարևան Տոտորոն հրաշալի պատմության մեջ։ Միյաձակին ֆիզիկապես թույլ երեխա էր, բայց նրա երևակայությունը անսահման ուժեղ էր։ Երիտասարդ տարիքում նա սկսեց աշխատել անիմացիոն ստուդիայում, որտեղ հանդիպեց իր ապագա կնոջը Ակեմիին եւ իր լավագույն ընկերոջը Իսաո Տակահատային։ Ընտանիքի եւ երկու որդիների ծնունդից հետո նա հասկացավ մի կարևոր բան. աշխարհին պետք են հեքիաթներ, որոնք երեխաներին կսովորեցնեն սիրել բնությունը եւ գնահատել խաղաղությունը։ Այսպես հիմնադրվեց Ghibli ստուդիան։ Միյաձակին խստորեն հրաժարվում էր սառը համակարգիչներից։ Նա օրական հարյուրավոր ժամեր անցկացնում էր աշխատասեղանի առաջ, իր սեփական ձեռքերով կենթանացնելով Վոգիներից քշվածները գլուխգործոցի արարածներին, որն արժանացավ պատմական Օսկար մրցանակի, ինչպես նաև Հաուլի թափառող դղյակը։ Նա իր ամբողջ ժամանակն ու կյանքը զոհաբերեց արվեստին, հաճախ բաց թողնելով սեփական երեխաների մանկությունը։ Սակայն նրա մատիտի ամեն մի հարվածը դարձավ անգնահատելի նվեր ողջ մարդկությանը։ Անգամ խոր ծերության տարիներին չնայած վատթարացող տեսողությանը, նա շարունակում է նկարել, քանի որ նրա հոգին դեռ պետք է թռչի երկնքում։